Պարոն Պիպոյան, այսօր հերթական անգամ ռուսական կողմը հայտարարեց Հայաստանից արտադրանքի ներկրման սահմանափակումների մասին, այս անգամ թիրախում կաթնամթերք արտադրողներն էին։ Վստահ եմ ծանոթ եք հաղորդագրությանը։ Սա նորից հարցը պետք է կրկնեմ, քաղաքական թե անվտանգության, սննդի անվտանգության, առողջության հետ կապված ենթատեքստ ունի։ Հարցը ունի շատ կոնկրետ պատասխան։ Հայկական կողմը որքան էլ գիտակցի, որ գործ ունենք քաղաքական որոշակի ազդեցության հետ, բարոյական իրավունք չունի խոսել քաղաքականության մասին։ Չնայած նրան, որ վստահ եմ, որ հիմա ուռա հայրենասիրություն տոնի եւ ֆոնի ներքո փորձելու են հարցը կապել քաղաքականության հետ։ Հիմա իմ մասով քաղաքական տար, այսինքն հիմքը կա, դա օգտագործվում է։ Քաղաքական տար չլիներ, ռուսական կողմը չեր գա հայկական Հայաստանի Հանրապետության տարածքում վերահսկողություն իրականացնելու։ Չեր գա պարզապես։ Կվստահեր հայկական վերահսկողությանը եւ դրա հիման վրա որոշում կայացներ։ Բայց տարբեր ոլորտներում իրականացած ուսումնասիրությունների արդյունքներով պարզ է դառնում նաեւ հաղորդակցությունից, որ ռուսական կողմը հայկական վերահսկողությանն էլ չի վստահում, այսինքն ինքը երբ որ գալիս է Հայաստան ստուգում, ինքը չի ստուգում միայն արտադրություն, ինքը ստուգում է նաև մեր ստուգողին։ Եվ արձանագրում է, որ մենք չունենք սննդամթերքի անվտանգության ոլորտում կառավարման համակարգ, ոչ միայն արտադրողի մոտ, այլ ամբողջ շղթայում, այդ թվում վերահսկողի։ Դա տարբեր տեղեր ինքը արձանագրում է։ Հարց. արդյոք մենք մեր իրականության մեջ ավելի քան 10 տարի եւ ավելի քննարկում ենք, որ մենք չունենք ստեղ կառավարման համակարգ, վատ կառավարման համակարգ ունենք։ Մենք տարիներ շարունակ մեր իրականության մեջ քննարկել ենք, որ իրավունք չունի խոսի մռութը եւ հետեւը իրարից չտարբերող մարդը խոսի սննդի անվտանգությունից։ Այո, խոսել ենք սրա մասին։ Հիմա հարց. ռուսական կողմի արձանագրված խախտումներին, դա կլինի ֆիտո բնագավառում, ձկնամթերքի բնագավառում, թե մնացած այն բնագավառներում, որտեղ սանկցիա կիրառվել բացառությամբ ջերմուկը։ Եղել է մեկ դեպք, որ հայկական կողմը ասել է, չէ, մենք համաձայն չենք այս խախտման հետ։ Չի եղել։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Այսինքն այն խախտումների շղթան, որ ներկայացվում է, դրանից հետո քաղաքական մասին խոսելը առնվազն բարոյական չի, ինչի որովհետև այդ մարդիկ կարեն իրանց հիմնարկներում նստած ոնց որ արեցին ջերմուկի պարագայում, իրանք իրանց մոտ նստած ասեն դե ստուգեցինք վատա, այսօր չենք թողի, դե ասում քաղաքական այլ։ Դե չեմ ասում ջերմուկ քաղաքականը, բայց ասում դա կարանք ասենք քաղաքական։ Ինչի որովհետև ինստիտուցիոնալ կողմը պահած չի։ Այստեղ մարդիկ եկել են ինստիտուցիոնալ կողմը պահել են, գնացել են, արձանագրել են, ինչի մասին։ Ինչ-որ մեկը առարկել է։ Ես չեմ ուզում քննարկեմ մանրամասները, թե ոնց է դանց է հանդիպումները, որ մարմնում ինչ հարցադրումներ են արել եւ ինչ պատասխաններ են ստացել եւ կոմպետենցիայի հետ կապված ոնց են ապշե, ոնց կարան sense զբաղվեն սննդի անվտանգությամբ։ Ես չեմ քննարկում այդ դետալները։ Ես ասում եմ կա պաշտոնական արձանագրություն, որ տողնա հերքը բաց։ Խոսեմ, կարան հերքեն ասեն, դե գիտեք, մենք չենք հսկե, որովհետև պարտադիր չենք համարել հսկենք, վստահել ենք արտադրողին։ Հա կներեք, որ ռուսները ձեր արտադրողին չեն վստահել, դե կներեք։ Իմիջիալոց ասեմ, նորմալ կառավարման համակարգի պարագայում հորը սարևին չեն հավատում, մեխանիզմներ են ունենում դրա համար։ Մենք չունենք սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգ, կարճ, կոնկրետ եւ կամայական քաղաքական որոշում հեշտությամբ փաթաթվելու է մեր վզին, որովհետեւ գալու են եւ անխոչնդոտ արձանագրելու են այն ամեն ինչը ուզում են արձանագրեն։ Չեն դիմադրություն, առարկություն չի լինելու, որովհետեւ կոմպետենցիայի բարձ կա։ Որովհետեւ երբ որ ռուս մասնագետը գալիս է, ինքը պաշտոնի վրա կներեք պես թքած ունի։ Այդ մեր երկրում չէ, որ եթե ինչ-որ մեկը շատ լավ անասնաբուժություն գիտի, բայց վերադասին պետք է զեկուցի, արդեն ստիպված մասնագիտական լեզուն կներեք արտադրությունս համար թարգում է, որ ոչ մասնագետի համար հասկանալի դառնա ինքը ինչա խոսում։ Մեր երկրում մասնագետները վերադասի հետ խոսելուց ոչ թե ասում են վերադաս, բարի եղի լսի եւ սովորի, որտեղ դու անգրագետ ես, դու ես ոլորտի գիտելիք չունես։ Լսի, սովորի։ Չեմ կարա ես խոսեմ քո համար այլ լեզվով։ Սա մասնագիտությունը ունի իր լեզուն։ Այլ վերադասին չնեղացնելու համար սկսում են խոսել վերադասի լեզվով։ Շողոքորթել։
Չեմ ասում շողոքորթել, սկսում են խոսել իր լեզվով։ Դրսից եկած մասնագետը որևէ մեկի համար չի պատրաստվելու խոսի այն լեզվով, որով ինքն է ցանկանում, ինքը խոսելու է իր մասնագիտական լեզվով եւ հասկանալու է, որ մասնագիտական լեզուն չի հասկանում նա ում հետ ինքը որ խոսում է։ Եվ արձանագրած գնալու է։ Պարոն Պիպոյան, ռուսական կողմը սահմանափակումների համար առնվազն 2 պատճառ է նշել։ Ռուսաստան մատակարարվող արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործվել է վարակված նախրից ստացած կաթ։ Այո։ Հայ սպառողի մասով նախ ուզում էի հասկանալ ինչ հիվանդության մասին են ակնարկում, եթե սա չի ենթադրում եմ, որ բրուցելոզն է, ենթադրում եմ բրուցելոզի մասին է խոսքը, ինչու եմ ենթադրում, որովհետև վարակված լինելը եւ արձանագրված լինելը դա կարող է բրուցելոզը լինել, որ պետական ծրագրով մոնիտորինգով բրուցելոզը հայտնաբերած լինել։ Հիմա սենց ասեմ ձեզ, ես կարամ հիմա հնարեմ լիքը արդարացումներ, լիքը, ասեմ դե գիտեք այդ բրուցելոզով հիվանդի կաթը կարատնտեսությունից դուրս եկած չլինի եւ այլն եւ այլն եւ այլն եւ մեր սպառողին հասած չլինի։ Զուտ այդ ասում են ինչ-որ տեսականորեն կարա ասի լիազոր մարմինը, որպես ինքնին արդարացում, հա։ Բայց փաստը մնում է փաստ, որ մենք կներեք անտերության ենք մատնել այս ոլորտը։ Ես օրերս խոսքի մեջ իմ ընկերներից մեկի մասին հետ ասում էր բան չկա, այս տարի մանրոջնի չեն ստուգել, ծուպիկ-մոպիկ չկա, ծիծաղում է հիշելով ձեր իսկ նախորդ տարվա նյութը, որ 2025 թվականին այդքան աղմուկից հետո պարզվել էր ավելի քիչ պաղպաղակա ոչնչացվել, քան 24-ին, այսինքն սննդամթերքի անվտանգությունը մեր երկրում ոչ թե անվտանգություն ապահովելով է, այլ ինքնապիարով, կարծինքա ստանալով ազբաղված։ Չկա աշխատանք, չկա արդյունք, ոլորտը օր-օրի վիճակը վատանում է եւ վատանալու է։ Կրկնվեմ, նախկինում եւ հիմա։ Իմ մոտ տպավորությունն է, որ մենք գործ ունենք ոչ թե սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ, այլ շինարարական կազմակերպության հետ, ով մտնում է տարբեր տարածքներում ռեմոնտ անում։ Ստուգում։ Ռեմոնտ անում։ Նախկինում եւ հիմա այդպես բաներ ռեմոնտ անող ընկերություններն են։ Ռուսական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության այս տողը կասկածներ, շփոթություն, մտահոգություններ է առաջացնում նաեւ հայաստանցի սպառող մոտ։ Եթե դա չի արտահանվում, առաջացնում, որովհետեւ ես գիտեի, որ այդ խնդիրը կա մեր երկրում։ Ինչպես վարվի հայաստանցի սպառողը։ Բրուցելոզի նկատմամբ նորմալ հսկողություն կա մեր երկրում։ Հələ մի հատ ասեք, թող բերեն այդ ակտերը նայենք, էլի տեսնենք, քանի հատ հիվանդ կենթանի են գտնում, քանի հատ են ոչնչացնում։ Քանի հատ սպանդանոց այդ պայմանագիր ունեն սանիտարական մորթի։ Հիմա եթե ես գնամ այդ խնդիրներին, մենք մի քանի օր կխոսենք։ Կրկնվում եմ։ Ինձ մեղադրում են, ասում են, քիչ ես քննադատում վերջերս տարբեր պետական կառույցների։ Իմ պատասխանը շատ հստակ է։ Կամայական առողջ քննադատություն իր մեջ պարունակում է խորհրդատվական տարր։ Այսպես պետք է չանեք, այսպես պետք է անեք։ Սխալ եք անում, ինչն եք սխալ անում։ Հիմա ում խորհուրդ տամ, նրանց ովքեր չեն հասկանալու ինչ եմ ասում։ Դրա համար չեմ քննադատում։ Կարճ կոնկրետ արձանագրում եմ։ Այնքան խայտարակ վիճակը, որ քննադատելու բան չկա, չես կարող ասած ինչ են ճիշտ անում, ինչ է սխալ։ Ոչ մի բան չեն անում։ Որ ճիշտ կամ սխալ անեն։ Եվ դուք հարցազրույցի սկզբում խոսեցիք այն մասին, որ ռուսական կողմը չի վստահում վերահսկողություն իրականացնող կառույցին։ Դրա մասին նա չի թաքցնում, վերջին տողը հաղորդագրության ասում է, որ Հայաստան չի հաջողվում արդյունավետ կերպով վերահսկել գյուղատնտեսական արտադրողներին։ Ոչ միայն այդ թվում նաև բոլոր ոլորտների հաղորդագրության մեջ, դա ձկնամթերքի ոլորտում, որ հայկական կողմը թող սերտիֆիկատ չտա, տողատակով, այսինքն ասում է իր տված սերտիֆիկատին չեն վստահում։ Նորից եմ կրկնում։ Դա կապում է 2019-ի բարեփոխման լիազոր մարմնում։ Ես ներողություն եմ խնդրում, հարցը տալիս եմ պարզ։ Կա մարդ, ով պատասխանատու է կառույցի համար, չեմ քննարկում գլխաբան, առաջատար մասնագետ, որը ամեն հարցից հետո ասելու է դա իմ ծերուցի։ Կա մարդ, որը ասենք համակարգը գիտի ու կարող է նստի մասնագետի մոտ, չեմ ասում իմ հետ, մասնագետի հետ։ Հիմնավորի, որ ինքը գործի կեսը, այն որ ինքը պետք է իմանա գիտի։ Եթե դες մարդ կա, խնդրեմ։ Ես վաղը եւ այդ մասնագետին տալիս եմ, թող նրան իրար հետ ձեր եթերում տեսնենք գոնե չեմ ասում, գործի կեսը գիտի։ Կեսի կեսը։ Բա ուզում եք գործի կեսի չիմանան ու արդյունք ապահովում։ Որտե՞ց ապահովում։
որպես հիմնավորում նշվում են 2019 թվականի բարեփոխումները, որ նաև դրա հետևանքով չի կարողանում արդյունավետ կերպով վերահսկողություն իրականացնել։ Ներողություն եմ խնդրում։ Այստեղ քաղաքական տարի մասին Ներողություն եմ խնդրում։ Ես ներողություն եմ խնդրում։ Տեսչական բարեփոխումների հետ կապված համացանցում որոնում արեք եւ տեսեք։ Ես ինքս ասել եմ, սա պրոբլեմա տալու, թե չէ։ Խնդրում եմ համացանցով որոնում տվեք։ Այո, ոնց է անպայման քաղաքական տարի կա, ուրեիք ես 7 տարի։ Բայց արդյոք քննարկել են մի բան, որը անձամբ ես 7 տարի չեմ քննարկել։ Բացեք նայեք, չի կարելի ունենալ տեսչական մարմին։ Բացեք նայեք։ Ուզում եք հենց հիմա նյութերը գտնեմ, ձեր հարցազրույց, ձեզ էլ եմ տվել թեմա հարցազրույց։ Այսինքն չի արձանագրվում մի բան, որի մասին չի խոսվել։ Պարզապես ասեմ միջնախնդիրը։ Մասնագետները հոգնել են արդեն ոլորտ վերլուծելուց, ոլորտը քննարկում են, ոլորտը վերլուծում են, ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ։ Ինքնիշխանություն մենք կուտենք ասելով պետությունը բերել են հասցրել մի վիճակի, որ այսօր այլ պետություն շատ ավելի խորքային բան է տեղ ունենում։ Այլ պետություն պլանավորում է մեր ամբողջ տնտեսությունը։ Ամբողջ տնտեսությունը պլանավորում է այլ պետություն։ Այդքան ինքնիշխան ենք։ Կարևորը ուռայով ծափ կտանք Facebook-ում գրառում կանենք, մարդիկ էլ կասեն, մնացած լինենք, կդառնան չուզող։ Իսկ ինքնիշխանություն եթե լիներ իրականում, կունենայինք ագրարային քաղաքականություն, ու կիմանայինք, որ չի կարելի արտադրանք արտադրել բացառապես մեկ շուկայի համար, որովհետև որ րոպեին այդ շուկան ուզեց, մենք չենք կարողանալու իրացնել ամբողջ ծավալով, չենք ունենալու ավելացված արժեք, չի կարելի բոլոր ոլորտներին ֆինանսավորել հավասարապես, արդեն սննդի անվտանգությունից դուրս եկան գնացինք էկոնոմիկայի նախարարություն, որովհետև երբ որ դուք տեսնում եք մի բանը լավ այս պահին փող է բերում, ուրիշի պատվերով եք սկսում տնտեսություն դասավորել, որը կանքները խառնես, տնտեսությունն էլ հետն ալնելու, որովհետև մի հեկտար ձմերուկը կարա մյուս տարի ունենան այնց գին, որ 3 հեկտարը այս տարվա մի տարվա գինը լինի։ Բերում եմ օրինակը, պատկերացնենք, ձմերուկը քիչ է, կիլոն արժի 200 դրամ։ Ինչը տեսել ենք տարիներ շարունակ։ Հաջորդ տարի տեսնում էին անցած տարի ձմերուկով լավ փող առան, բոլորը ձմերուկ էին գնում, կիլոն դառնում էր 100 դրամ։ Արդյունքում 2 անգամ ավել ձմերուկ էր վաճառվում, 2 անգամ ավել ձմերուկ էր վաճառվում։ Բայց նույն փողն էր ստեղծվում, նույն արժեքն էր ստեղծվում, որովհետև 1000 տոննա պայմանական թվեր եմ ասում, 1000 տոննա 200 դրամով, թե 2000 տոննա 100 դրամով, նույն փողն է։ Երբ որ պլանավորում չկա, երբ որ վերահսկողություն չկա, երբ որ մասնագետ խորհրդատու տվող չկա, բոլորն իրանց հռչակում են էքսպերտ ու որոշում են ագրարային քաղաքականությունից խոսել, ագրարային քաղաքականություն վարել, դե ինչ ասեմ։ Այլ բան ասեմ պարզ, կակնկալ էին միամիտները, մեկ էլ նրանք, ովքեր մտածում էին, որ մենք ինչ-որ մեկի որբն ենք, որը մեզ որդագրել է եւ պահում է։ Ես երբեք չեմ ուզել Հայաստանը տեսնեմ որբի կարգավիճակում, ինչ-որ մեկի կողմից որդեգրած։ Դա կլինի ռուսական որդեգրում, թե կլինի այլ որդեգրում։ Իսկ աչք փակելը միայն որդեգրմանփա լինում։ Եվ մի վերջին հարց, ստեղծված իրավիճակում, բայց ստեղծված իրավիճակում ես ակնկալիք չունեմ, որովհետև ստեղծված իրավիճակն ունի երկու լուծում։ Ստեղծված իրավիճակը առաջին հերթին ենթադրում է, որ մենք պետք է ունենանք կոմպետենտ կառավարում մեր ներսում, որը չենք ունենում։ Հետո նոր մնացած քաղաքական լուծումները։ Երկրորդ քաղաքական լուծում գնալ որդեգրման, որը ես անձամբ դրան շատ դեմ եմ, հույս ունեմ որդեգրման չեն գնա։ Որովհետև քաղաքական խնդիր լուծել պարտների կարգավիճակով էլ չեն կարող։ Հասցրել են նրան, որ պետք է գնան որդեգրման։ Կորդեգրեն մեզ։ Որ որոշենք որդեգրվեն, կորդեգրեն։ Այսինքն Եվրոպան պատրաստ կլինի մեր արտադրանքը։ Եվրոպան կյանքում չի որդեգրի։ Եվրոպան չի կարող այդ արտադրանքը առնի եւ սպառի, որովհետեւ Եվրոպան կյանքում բռուցելով իվան տնտեսության կաթին, իսկ չի թողի դու իր մոտ մոտեցնես ու թե մնաց թողի իր տարածք։ Ինչ մասն է խոս։ Իսկ ով պետք է լինի որդեգրողը։ Եկեք չմեկնաբանեմ։ Բոլոր նրանք, ովքեր այս բանին ասում են, ոնց որ մենք ձեզ որդեգրել ենք, դուք տեղյակ չեք։